Քավորն էդպես բան չի անի։ Գեղացիկ հասկացնում են մեկին, այ մարդ ասում են. աչքդ բաց արա, տես քո կնիկը հրեն քավորիդ հետ նստում ա ու վեր կենում։ Գեղեցին չի հավատում։ Քավորն էդպես բան չի անի, աչքովս էլ տենամ չեմ հավատա։ Մի հավատա, մենք ու ասեցինք, մնացածն էլ դու գիտես։ Օրվա մի օր էս մարդը խուրջինը ուսն ա գցում, գնում քաղաք, ամակիսաճամփին ոնց ա լինում, միտքը փոխում ա ետ դառնում գեղը։ Գալիս ա մտնում ա տուն, ինչ տեսնի, հրեն իրա կնիկն ու քավորը տեղաշորում, իրանց քեֆին պառկած։ Յա, ասում ա, տեսնեսի ով ա պառկած կնկանս հետ։ Ես եմ Սանահեր ջան, ասում ա քավորը, ես եմ ղուրբան քեզ։ Ջանım, ասում ա գեղացին, ժամում իմ գլխին խաչ ես բռնե։ Իմ երեխանց կնունքին քավորն ես ելել։ Բա ոնց է իր կնկանս ասում, իմ քուր, իմ բերնի սրբութուն, բա Աստծուց չես վախենում։ Յա, Սանահեր ջան, ասում ա քավորը, էդ ասելու խոսք էր, որ ասիր։ Ինչի ես անհավատ եմ, որ Աստծուց չվախենամ։ Ինչի իմ ճակտին մեռոն չի եղել քսած։ Իրավունք ունես, Սանահեր ջան, գլխիդ խաչ եմ բռնել, երեխանցդ կնունքին քավոր եմ եղել, էդ էլ իրավունք ունես, Սանամորս իմ քուր, իմ բերնի սրբություն եմ ասել, էստեղ էլ իրավունք ունես, որ դու իմ կնկանք ու քավորակնկան չես ասել, իմ քուր, իմ բերնի սրբություն, ես նեղացել եմ, ախպեր ջան, դե արի ծուռը նստենք, դուզը խոսենք, էս կնիկը քու կնիկը չի, իմ կնիկն ա։ Յահ, քավոր։ Համբերի Սանահեր, հալբատ քու կնիկն ա, ես էս խոսքի օրինակի համար ասի, էս իմ կնիկն ա ասենք թե, մնացել ա մենակ վախից դողում ա խեղճ գառը, դու կթողնեիր, որ մենակահից մեռներ, չէիր գա իրա մոտ, սիրտ չէիր տա նրան։ Յա, ինչի որ քավոր ջան, ես ինչա մարդ չեմ, այդքանը չեմ հասկանում։ Ողորմի ծնողացդ հոգուն, ուրիշ ինչ ունես ասելու։ Էստեղ կնիկը ձենը գլուխն ա գցում։ Ղուրբան լինես, դու էս տեսակ քավորին։ Գիշերս եկավ տուն, ասի քավոր աղա մնա իմ մոտ, մենակ եմ, մարդս գնացել ա քաղաք։ Էս գիշեր չի գալու, վախենում եմ։ Քավոր աղեն էլ իմ խոսքը գետնով չտվեց, մնաց։ Հիմի դու պետք ա նրա ձեռը պաչես, որ ինձ մենակ չի թողել։ Կնիկ ջան, ասում ա գեղացին, դու էլ իրավունք ունես։ Ախր ասում էի, չէ, որ քավորն էդպիսի բան չի անի։ Ելեք տեղաշորից կնիկ ջան, հաց գցի, ճամփա եմ եկել, սոված եմ։ Համ Էլենա քավորս էլ մեր տանն ա, մի թաս գինի խմենք քավորիս հետ։ Ասում են, որ այդ Աստծու գառը գեղացին մինչ օրս էլ հավատացած ա, որ նրանց միջին բան չի եղել, ու երբ որ խոսք ա ընկնում, ասում ա, քավորը էդպիսի բան չի անի, որ աչքովս էլ տենամ չեմ հավատա։ Ալե որ ասեց տատս, կնիկ արմատներին տնած դնելու, խայտառակ հեքիաթներ ասելու մեջ դու հայտնի ուստա ես։ Քու ասածը հերիք չէր, պակասն էլ ընկերդ ավելացրեց։ Ամա չկարծեք, թե մենակ ձեր խոսքն ա անց կենում, մենք էլ խոսք ունենք ասելու, գիտես։ Հերիք նազ ասեց պապս, չլնի նեղացար մեզնից։ Բանիդ կաց, հեքիաթիցը խելոք մարդ չի նեղանա, ես ով շաշ չեմ, որ նեղանամ, հեքիաթ ասողեն լսող պիտի լինի, լսողն էլ պիտի հասկանա, թե ում, ինչի համար ա ասվում հեքիաթը։ Հլա մի մտածի, թե են ինչիցն էր, որ մեր կնանիքը, հարսներն ու աղջիկները ավելի շատ ծիծաղեցին ձեր հեքիաթների վրա, քանց թե դուք տղամարդիկդ։ Էդ նրանից էր, որ էստեղ ոչ Սիմոնի կնկա նմանը կա, ոչ էլ լիրբ քավորա կնկա նմանը։ Տղամարդու փափախը դիք պահողը, շեշտով ասած տատս կնիկն ա։ Աստծու շինած տունը անպետ կնիկը կքանդի, արժանավոր կնկա շինած տունը Աստված էլ չի քանդի։ Դե հիմի դուք սուս արեք, թազա հեքիաթների տուտը ես եմ բաց անում։ Քավորն էդպես բան չի անի։